Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Սիրելի ունկնդիրներ, Վեմ ռադիոկայանի եթերում են հոգեշնորհ Տեր Եղիշե Վարդապետ-Ավետիսյանը եւ Արաս Արկաբագն Ալչաջյանը։ Այսօրվա մեր զրույցի թեման է խաչը մեր հույսը։ Քրիստոս Հարիավի մեռելոց։ Օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Ահա մենք Սուրբ Զատկական ողջույնով արդեն բավական ժամանակ է ողջունում ենք իրար եւ գուցե որոշակի խորհուրդ կա այն բանի մեջ, որ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը համընկավ եկեղեցական տարվա այս շրջանի, հարության շրջանի հետ, որովհետև ո՞րն է Եղեռնի ժամանակ նահատակված մարդկանց, Եղեռնի ժամանակ նահատակված հայ ժողովրդի, եթե ընդհանրացնելով այսպես ասենք, մեր հույսը ո՞րն է, եթե ոչ Սուրբ խաչը, որին նվիրված բազմաթիվ ներփողներ ունեն եկեղեցու հայրերը, որի զորությունը, ճշմարտությունը, ուժը փաստվել են դարերի ընթացքում։ Եվ ուստի այսօրվա մեր զրույցը առաջարկում եմ նվիրել հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Գիտենք, որ քրիստոնեական ուսմունքը հորդորում է իր հետևորդներին, այսինքն քրիստոնյաներից, որ մեր հույսը դնենք Աստծո վրա։ Սակայն հայերի մեջ եւ քրիստոնեական այլ ազգերի մեջ եւս կա նաեւ այսպիսի միտում հույսը դնելու խաչի վրա։ Ինչով սա կպայմանավորվեք։ Արդյոք այստեղ հակասություն չկա միայն Աստծո վրա հույսը դնելու եւ ասենք խաչի վրա։ Միգուցե խաչի վրա դնելով մենք ինչ որտեղ այլևս Աստծո վրա չենք դնում մեր հույսը։ Դարեր շարունակ հայ ժողովրդին անվանել են խաչապաշտ ժողովուրդ, այն խաչասիրությունը, որ հազարամյակների ընթացքում ցուցաբերել է հայ ժողովուրդը, նույնիսկ շատ ժողովուրդների համար համարվել է օրինակելի։ Խաչյալի հանդեպ երկրպագությունը միշտ էլ բերել է աննկունություն իր կամքի հզորության եւ իր ազգային քրիստոնեական արժեքների հանդեպ ակնածանքի։ Եվ տեսնում ենք, որ սկսած առաջին դարից, մասնավորապես 4-րդ դարից սկսած, հայ ժողովրդին միշտ տեսնում ենք հանուն քրիստոնեության համար մղված պայքարի որպես ջատագով։ Եվ այդ պայքարի ընթացքում լինում են դեպքեր, երբ որ ազգի մի զանգվածը կոտորվում է հանուն քրիստոնեության, նահատակվում է հանուն հավատի մղված պայքարում, եւ տեսնում ենք, թե այդ պայքարից հետո ինչպես է վերածնվում ժողովուրդը, ինչպես է հոգևոր վերածնունդ ունենում։ Եվ կարծես թե մեր ժողովրդի պատմությունը հարև նման է Քրիստոսի կյանքի այն դրվագների, որտեղ որ Քրիստոս քարոզում է, Քրիստոս հալածում է փարիսեցիների կողմից, մատնվում է, խաչն է բարձրանում եւ հարություն է առնում։ Եվ ժամանակի շատ սրբեր, մեծ մասամբ հույն սրբեր, մեր ժողովրդի նահատակության այդ ոգին միշտ նկատել են, այդ թվում նաեւ Գրիգոր Նյուսացին ասելով, որ հայերը թեև քրիստոնեական կեցահավատության մեջ շատ հարցերում զիջում են հույներին, սակայն հանուն Քրիստոսի մղված պայքարին իրենք կարող են նահատակվել։ Այնպիսի մի նահատակության ոգի են ցուցաբերում, որ ուղղակի նախանձելի է։ Եվ տեսնում ենք, որ հենց այդպես է մեր հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը միշտ գտնվելով խաչմերուկում, դառը հարվածներից միշտ կքել է, միշտ նույնիսկ իր կյանքի գնով կարողացել է քրիստոնեության դրոշը վառ պահել, բարձր պահել այս տարածաշրջանում։ Եվ շատերը նույնիսկ այս մեղքը գցում են քրիստոնեության վրա, ասելով, որ եթե մենք քրիստոնյա չլինեինք, այսքան շատ չէինք նահատակվի, բայց տեսնում ենք, թե քրիստոնեության ուժը եւ զորությունը որտեղ է, որ այսքան նահատակությունից եւ այսքան հարվածներից հայ ժողովուրդը հրաշքի պես դեռ կանգուն է եւ գոյատևում է։ Իր կյանքով հայ ժողովուրդը ապացուցեց, որ արժանի է նաեւ այդ հաղթանակի, այդ հարության, որովհետեւ այդ խաչը կարծես թե իր լուծը եղավ եւ պատվով միշե վերջ տարավ, հասնելով այն չէ 21-րդ դար, եւ երբեք գետնաքարշ չտարավ այդ խաչը, այդ լուծը, միշտ գիտակցելով, որ կգան վառ օրերը, լավ ապագան եւ փառք Աստծո, որ աշխարհասփյուռ հայությունը միշտ խաչեցյալ եւ հարությալ Քրիստոսի նկատմամբ ունի իր պաշտամունքը եւ մեր եկեղեցիները միշտ ղողանջում են ամեն տարի Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Որն է այն գաղտնիքը, որ մեր ժողովուրդը թեև
խաչված, հալածված, նույնիսկ ժողովրդի մի մասը ցեղասպանված, սակայն ուժ եւ զորություն է գտնում նորից վերածնվելու, վերազարթոնք ապրելու եւ հարություն առնելու, նորից իր կյանքը շարունակելու։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ նախաքրիստոնեական շրջանում եւ հատկապես քրիստոնեության շրջանում այնպես է վերաիմաստավորվել հայկական կյանքը, այնպիսի գաղափարներ էին որդեգրել եւ Աստծո իմաստությամբ ստացել էին այդ գաղափարները, որ հայ ժողովուրդը իր բնորանին կարճելով կարողացավ այնպիսի առաքելություն իրականացնել, Աստծո տված այդ առաքելությունը, որ տեսնում էր վառ ապագայի հանդեպ իր տեսլականը, դրանով նաեւ իր հավերժությունը։ Այդ հավերժության, իր ազգային հավերժության հանդեպ վստահությունն էր, որ ժողովրդին ուժ եւ կարողություն էր տալիս Քրիստոսի այդ խաչ, այդ լուծը տանելու եւ անվերապահորեն քրիստոնեական հավատի հանդեպ անմնացորդ նվիրումը։ Այդ նվիրումն է, որ կարողանում է ժողովուրդը վերագնահատել եւ ամեն անգամ այդ դառն հարվածներից, այդ կոտորածներից, սպանություններից, ցեղասպանությունից հետո կարողանում է ուժ եւ զորություն գտնել նորից վերակերտելու իր կյանքը, իր նաեւ հոգեվոր կյանքը։ Փաստորեն հայը առաքելություն է զգում իր մեջ, Աստծո տված առաքելություն, որ հազարամյակներ առաջ ուղղակի որպես պատգամ է տրված հայ ժողովրդին, եւ այդ առաքելությունը պատվով միջև վերջ հասցնելու խորհուրդ ունի։ Հայ ժողովրդի խաչապաշտությունը նաեւ արտահայտվեց արվեստում եւ բազում վայրերում, գրեթե բոլոր նահանգներում հայերը կանգնեցրեցին խաչեր, խաչքարեր եւ զարմանալի է հայ ժողովրդի խաչապաշտությունը, այդ խաչքարերի մոտ նույնիսկ ուխտագնացություն կազմակերպելը։ Միթե մեզ կմեղադրեն կռապաշտության մեջ։ Պետք է հիշել, որ Քրիստոս խաչվեց եւ այդ խաչը դարձավ փրկության գործիք։ Փաստորեն մենք այդ փրկության գործիքին, այդ փրկության միջոցին երկրպագություն մատուցելով մեր երկրպագությունն ենք մատուցում Աստծուն։ Փաստորեն մեր հույսը խաչեցյալ Քրիստոս է, որով մենք նաեւ հասկանում ենք, որ խաչեցյալ Քրիստոս հարություն է առել եւ այդ Քրիստոսի խաչապայտին երկրպագություն մատուցելով, Քրիստոսի խաչին, մեր խաչքարերին երկրպագություն մատուցելով, մենք մեր գիտակցության մեջ ամրագրում ենք նաեւ խաչեցյալ եւ բնականաբար հարուցյալ Քրիստոսի հրաշքը։ Այս ձևով է, որ մենք փորձում ենք խաչյալի հանդեպ մեր պաշտամունքը վերագնահատել։ Փաստորեն մեր գիտակցության մեջ ամրագրված է, որ խաչը մեր ճանապարհն է։ Խաչեցյալի պատգամները մեր գաղափարներն են, մեր պատգամներն են, որ միշտ ուղեկից է եղել դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ եւ Քրիստոսի հարության խորհրդով միշտ վերագտնել ենք մեր ազգային կյանքը, վերազարթոնք ենք ապրել եւ խաչեցյալ Աստծուն պաշտելով է, որ մենք կարողացել ենք նաեւ հարություն առնել բոլոր ժամանակներում։ Ասացիք խաչյալ եւ հարուցյալ Քրիստոս, կարծում եմ, որ այս առումով շատ բնորոշ օրինակ է իսկապես մեր խաչքարագործության արվեստը, որը եւս շատակեցիք այսօր, որովհետեւ մեր խաչքարերի վրա առավելաբար Քրիստոս չի պատկերվում, այլ պարզապես խաչը ինքը արվում է ծաղկյալ, խաչի ծայրերը կարծես բողբոջած լինեն եւ ահա պատրաստ են ծաղկելու, եւ այդպիսով կարծես արտահայտվում է այն գաղափարը, որ Քրիստոս խաչվեց եւ հարություն առավ։ Ոչ միայն խաչվեց, այլև հարություն առավ։ Եվ այսպիսով այս ամբողջությունը խաչի եւ հարության գաղափարի ամբողջությունը, որ պաշտելի մի բան է, դառնում է պաշտամունքի առարկա մեզ համար։ Եվ իդեմս այս պաշտամունքի պաշտում ենք Աստծուն։ Հիշում եմ մի քանի տարի առաջ Դոնեցկի մարզում էի Ուկրաինայում, այնտեղ մի նշանավոր սրբավայր կա, Սվյատագորսկ կոչված, եւ իմ մտերիմների հետ այնտեղ շրջելիս մեկ էլ հանկարծ աչքիս առաջ եկավ մի խաչքար։ Եվ ես հաճելիորեն զարմացած, որ խաչքար եմ տեսնում, ասացի. «Միթե ձեզ մոտ էլ կա այս արվեստը խաչքարագործության», եւ գնացի տեսնելու մոտիկից այդ խաչը, եւ խաչի ետևի մասում տեսա, որ գրված էր, որ սա հայ համայնքի նվերն է Սվյատագորսկին։ Ուրեմն հասկանալի էր արդեն, որ այդ հայկական խաչը
որ ես սխալմամբ սկզբում կարծել էի, թե տեղում եւս այդպիսի ուրեմն գործեր են պատրաստում, որ շատ բնորոշ էր իհարկե հայկականը, որին իմ աչքը սովոր է, որին իմ հոգին սովոր է, ես այնտեղ տեսա եւ իհարկե շատ լավ զգացի ինձ։ Այո, խաչի հանդեպ այդ երկրպագությունը, որ արտահայտված է նաեւ մեր խաչքարաշինության արվեստում, հետաքրքիր է, որ հենց այդ խաչի վրա նաեւ կարծես թե մեր արվեստի աստվածաբանության խորհրդանիշներն են պատկերված։ Օրինակ խաչը, ծաղկյա խաչը միշտ, որը հիշեցնում է եւ կենաց ծառը եւ նաեւ Ահարոնի ծաղկյա գավազանը, բայց ավելի շատ կենաց ծառի խորհրդանիշն է, որտեւ կենաց ծառի այն պտուղն է հիշեցնում ինքը Քրիստոս, որ մեզ համար որպես մարմին եւ արյուն մատուցվեց եւ մեր հոգեվոր փրկության համար միջոց դարձավ։ Եվ խաչի տակ գտնվում է նաեւ մեծ մասամբ խաչքարերի մեջ տեղադրված է աշխարհագունդը, որը համարում է երբեմն վարդյակ, եւ երբեմն տերունական որոշ տոների պատկերներ կան խաչի վերևում գտնվող այդ քիվերում։ Եվ տեսնում ենք, թե որքան աստվածային հավերժությունը պատկերող բազմաթիվ զարդանախշեր կան, որ խաչքարագործ վարպետները կարծես թե իրենց ստեղծագործությունն են խորհրդանշել։ Դրանով նաև մեր միտքն է զարգացել եւ տարբեր գիտությունների համադրումով կարողացել են այդ խաչքարերը ստեղծել։ Տեղյակ ենք, որ մի քանի տարի առաջ Ջուղայի խաչքարերը ոչնչացվեցին ադրբեջանցի վանդալիստների կողմից, եւ թշնամին հակառակորդը միշտ հասկացել է, որ խաչքարերը հայոց բնորանի կարծես թե կնիքն է։ Այդտեղ փաստում է, որ այդ երկրամասը հայկական է, եւ թշնամին հասկացել է, որ այդ խաչքարերը ոչնչացնելով կփորձի ոչնչացնել նաեւ հայոց հետքերը։ Եվ նաեւ հայերը դրանով են հասկանում, թե որն է իրենց հողը։ Հիշում եմ, որ մեր ազգային հերոսներից մեկը, եթե չեմ սխալվում, Մոնթեն էր դա, մեր զինվորներին հրաման էր տալիս, որ որտեղ որ կտեսնենք խաչ կա, եկեղեցի կա, ուրեմն դա մեր հողն է, վերցրեք։ Եվ փաստորեն ադրբեջանցիներն էլ գիտեն, հասկանում են, որ այդ խաչերը պատահական չեն այնտեղ, դրանք վկայություն են այն բանի, որ այդ հողերը հայկական են եւ բնականաբար ենթակա են վերադարձման հայերին։ Այո։ Եվ գուցե հենց այդ պատճառով է նաեւ, որ ոչնչացնում են, որպեսզի կարծես հետքերը կորցնեն։ Սակայն ինչքան էլ ոչնչացնես, չես կարող ամբողջը ոչնչացնել։ Միևնույն է ճշմարտությունը, իդերև կգա, ի հայտ կգա հենց խաչի միջոցով։ Տեսնում ենք, որ հարյուրամյակներ շարունակ հակառակորդը միշտ կամ ջարդել է կամ թաղել է նույնիսկ խաչը, բայց ինչպես 4-րդ դարի սկզբում Հեղինե կայսրուհու միջոցով հայտնաբերվեց խաչը, այնպես էլ մենք հուսով ենք, որ կլինի նաև խաչքարերի հարությունը մեր կյանքում, մեր մշակույթի մեջ։ Վաղ թե ուշ մեր գիտակցության մեջ արդարությունը վերականգնելով մենք տեր դառնանք մեր պապենական հողերին, վստահ ենք, որ այդ զոհված խաչքարերը կարծես թե հարություն կառնեն, նաև մեր գիտակցության մեջ ամրագրելով, որ երբեք Տիրոջ պատկերը չի կորչի, որովհետև այդ Տիրոջ պատկերի մեջ, Տիրոջ նշանի մեջ այն զորությունն է, որով մեզ առաջնորդել է հազարամյակներ շարունակ։ Եղեռնի ժամանակ մեր հայրենակիցներից շատերը նահատակվեցին։ Նրանց մի մասին հենց խաչելով նահատակեցին։ Որն է այդ մարդկանց հույսը այլևս եւ որն է մեր ազգի հույսը։ Մեր ազգի, որ Եղեռն է տեսել։ Նախ մեր ժողովուրդը գիտակցում էր իր քրիստոնյա լինելը ցեղասպանությունից առաջ եւ նույնիսկ Օսմանյան կայսրության մոլաների եւ իրենց իսլամիստ այդ ջատագովների կողմից առաջարկություն է եղել քրիստոնեությունը ուրանալու եւ իսլամը դավանելու։ Ճիշտ է, որոշ գյուղերում այդպիսի դեպքեր եղել են, սակայն ողջ արևմտահայությունը իր ավանդական, իր պապենական հողին կարճած մերժել է այդ առաջարկությունը, ինչպես որ հազարամյակներ առաջ մերժել էր եւ ընդունել է նահատակության պսակը։ Ես այո այդ կադրերը տեսել եմ, ինչպես նաեւ բազում գրավոր վկայություններ կան։ Հիշենք Գրիգորիս Ծայրագուն վարդապետ Պալաքյանի վկայությունը ցեղասպանության ուրեմն ժամանակ, թե ինչպես շատերը հանուն Քրիստոսի, հանուն հավատի, Քրիստոսի անունը տալով նահատակվում էին կամ սրբերի անունները տալով նահատակվում էին եւ շատ շատերին այո հենց այդպես խաչեցին։ Եվ վստահ եմ, որ հենց այդ խաչված մարդիկ հույս ունեն, որ Քրիստոսի պես հարություն են առնելու։ Այդ հարությունն է, այդ հարության խորհուրդն է, որ ուժ եւ զորություն տվեց փրկվածներին, ովքեր որ
դերձորի անապատն անցնելով, այդ խաչի ճանապարհը անցնելով, սակայն Աստված ողորմած գտնվեց եւ շատերին կյանքը խնայեց եւ այդպես իրենք որպես փյունիկ նորից վեր առնեցին հայկական գաղթօջախներում, վերակերտեցին նաեւ մեր հայկական կյանքը եւ շարունակեցին իրենց պապերի ժառանգությունը։ Փաստորեն մենք տեսնում ենք, որ ոմանց վիճակված էր նահատակությունը, ոմանց վիճակված էր ուղղակի զոհ լինելը, որտեղ մենք չենք կարող ասել, թե բոլոր զոհվածները նահատակներ էին։ Ոմանց համար վիճակված էր ուղղակի Աստծո զորությամբ եւ ողորմությամբ փրկվելը եւ Արևելը Հայաստանում հանգրվանելը, եւ բնականաբար այդ սերունդները խմբվեցին, միասնականացան, միավորվեցին եւ նաեւ կարող ենք ասել հենց Արևելյան Հայաստանը ստեղծեցին, արևմտահայության ուրեմն մի մասը։ Ուղղակի հրաշք էր, որ ցեղասպանությունից 3 տարի հետո, թեև արդեն շարունակում էր բնականաբար ցեղասպանություն, բայց ցեղասպանության սկզբից 3 տարի հետո հայ ժողովուրդը կարողացավ վերակերտել իր պետականությունը։ Միթե հարության խորհրդանշող մի իրողություն չէ սա, որ նահատակված, ցեղասպանված ժողովուրդը որոշում է, որ պետականության միջոցով ապահովել իր հավերժությունը։ Փաստորեն պետականությունը կարծես թե այն շնորհն էր Աստծո կողմից տրված, որ հայ ժողովուրդը ցուցաբերեց ցեղասպանության ժամանակ իր հավատարմությունը քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Եվ ինչպես Եղիշե պատմիչն է ասում, քրիստոնեությունը մեր մաշկի գույն էր։ Այս վեհ գաղափարներով է, որ ժողովուրդը ապահովեց իր հավերժությունը։ Պաշտամունք, երկրպագություն, խաչի հանդեպ, որ արտահայտվեց մեր մշակույթում, մեր արվեստում, եւ խաչալի փարվելով եւ բնականաբար խաչին փարվելով ապահովել իր հարությունը բոլոր ժամանակներում, մասնավորապես 20-րդ դարում, եւ հարության խորթով, հրաշագործումով միշտ արդյունազարդել իր կյանքը եւ ապահովել իր հավերժությունը։ Սրա մեջ է մեր ժողովրդի խորհուրդը, հավերժության խորհուրդը, որ գիտակցական մակարդակով նա կարողանում է խաչի ճանապարհն անցնել եւ այդ խաչի ճանապարհը դառնում է իր նաեւ փրկության ճանապարհ։ Փաստորեն ազգի մի մասը գիտակցաբար նահատակվում է մյուս մասի համար։ Ես այսպես կարող եմ բացատրել, ինչպես Գարեգին առաջին էր ասում, ինչու նահատակվեցին հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի մի մասը, որպեսզի մյուս մասն ապրի։ Եվ այս առումով ճշմարտում է տերունական այն խոսքը, որ Քրիստոս պատկանում է իր առաքյալներին, որ սիրենք միմյանց, եւ այդ սերը արտահայտվում է նրանով, որ մեկը կարող է իր դիմացինի համար իր կյանքը շնորհել։ Հազարամյակներ շարունակ մեր ժողովուրդը միշտ հույսով հավատ է ունեցել խաչի նկատմամբ, եւ խաչի տոները լավագույն ապացույցն են, թե ինչպես է նշում այդ տոները մեր եկեղեցական կյանքում, եւ նույնիսկ ընդհանուր քրիստոնեական պատմության մեջ հիշենք խաչի երևման տոնը, որ մեծ ցնծությամբ նշվում է մեր եկեղեցիներում։ Այդ պատմությունը զարմանալի մի իրողություն էր, որ 351 թվականին Երուսաղեմի երկնակամարում երևացել է խաչը եւ ժամանակի քրիստոնյաների եւ հրեաների համար հրաշքին հավասար մի իրողություն էր։ Եվ այդ ժամանակվանից սկսած խաչի հանդեպ հարգանքը եւ հույսը ավելի է մեծանում ընդհանուր քրիստոնյա ազգերի մեջ։ Եվ այդ տոնը հենց 4 դարից սկսած տոնվում է հայ եկեղեցում։ Խաչի հանդեպ այդ հույսը մեզ մղում է նաեւ նորանոր ձեռքբերումների, նորանոր հաջողությունների, նորանոր սխրանքների, որովհետեւ այդ հույսով է, որ տոգորված են մեր նահատակ սրբերը, մեր նվիրյալները, մեր հայրապետները, վարդապետները։ Խաչի հանդեպ այդ հույսն է, որ վանքերում վերակերտվեց այնպիսի ժառանգություն, որ դարձավ նաեւ մեր մտավոր ձեռքբերումները։ Խաչի հանդեպ հույսը շատ գաղթօջախների հայ բնակչությանը նորանոր հաջողություններ բերեց եւ իրեն ավելիով կապեց իր եկեղեցում, իր ազգային արժեքներին, նաեւ իր հայրենիքին։ Եթե չլիներ այդ խաչի հանդեպ հույսը, հավանաբար գաղթօջախների հայ դիվանագետները ազատագրելու ծրագիր չէին ներկայացնի գերտերություններին, որպեսզի ազատագրեին Հայաստանը։ Փաստորեն միշտ խաչի հանդեպ հույսը նաեւ հարության այն հույսն է տվել մեզ բոլորիս, որովհետեւ բոլորը գիտակցել են, բոլորը հասկացել են, բոլորը իմացել են, որ խաչը նաեւ փրկության այն գործիքն է եւ այդ փրկությունը վերաիմաստավորվել է բնականաբար Քրիստոսի հարությամբ,
որ մեզ միշտ առաջնորդել է նորանոր հաջողությունները արդյունազարդել։ Տեսնում ենք, որ մեր կյանքը կարծես թե խաչի, չարչարանքի եւ չարշանքից հետո հարության այս բևեռներն է, որ միշտ ուղեկցել է մեզ, կարծես թե կարմիր թելի պես ձգվել է մեր քրիստոնեական կյանքի ընթացքում։ Եվ այս երկու գաղափարները, այս երկու կարևոր պատգամները մեր գիտակցության մեջ ամրագրվել են եւ անբաժանելի մաս են կազմել մեր եկեղեցական ազգի կյանքում։ Շնորհակալություն Հայր Սուրբ, թույլ տվեք սրանով եզրափակել մեր այս զրույցը խաչը մեր հույսը թեմայով։ Սիրելի ունկնդիրներ, իմ զրուցակիցն էր հոգեշնորհ Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը։ Մեր այս զրույցի ձայնագրությունը կարող եք լսել Վեմ ռադիոկայանի ինտերնետային կայքում vem.am հասցեում։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Օրհնյալ է հարությունն Քրիստոսի, եւ թող խաչյալ եւ հարուցյալ Քրիստոս ընդունի մեր նահատակ սրբերի բարեխոսությունը, այն նահատակ սրբերի, որ հանուն Քրիստոսի խաչի եւ հանուն քրիստոնեական արժեքների նահատակվեցին Արևմտա Հայաստանում եւ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն գալիք սերունդների։ Այդ սրբերի, այդ նահատակների բարեխոսությամբ եկեղեցասիրությունը մեր մեջ ավելով զորանա եւ դառնանք իրենց արժանավոր հետնորդը այս կյանքում։ Հոգևոր զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը վարեց Արաս Սարգսակ Նալչաջյանը։